Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտենյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր փետրվարի 7-ն է 2026 թվական։ Այսօր էլի խոսենք Իրանի հետ կապված զարգացումներից, երեք բանակցությունների մասին խոսել ենք բավական հանգամանալից, բայց քանի որ լարվածությունը դրանով չի ավարտվել, որովհետև ըստ էության համաձայնության գանել, համաձայնության չգանել հարցը լուծված չի, որտեվ ինչ համաձայնության պետք է գան, որ հարցը լուծվի, բայց դե ինչով է մեզ համար կարևոր բացի այն, որ մեր հարևանն է Իրանը, բացի այդ, որ մեր հարավային դարպասն է, նաև մենք ինչ քաղաքականություն ենք վարում, եթե լսենք մեր իշխանությանը, բալանսավորված քաղաքականություն ենք վարում, բայց եւ մենք տեսնում ենք, եթե Ամերիկան ու Իրանը համաձայնության չեկան, թրիփի հետ կապված մենք խնդիր կունենանք։ Մենք ասում էինք, որ հիշում եք Նիկոլ Փաշինյանն ինչ էր ասում։ Մենք թրիփի հետ կապված որևէ խնդրեմ չունենք ոչ Ռուսաստանի, ոչ Իրանի հետ։ Այսինքն ինքը համարում էր, որ եթե Իրանը դժգոհ լինի, դա մեզ համար խնդիր է։ Մինչև թրիփի հարցը բանակցում էին Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ դառնալու հարցում։ Այդ ժամանակ էլ էին ասում, շատ փայլուն է, բազմավեկտոր քաղաքականություն ենք վարում, դա մեզ համար շատ ձեռնտու է, Իրանը, քանի որ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ է, Իրանով կհասնենք մինչև Չինաստան, Արանքում խանգարում էր Պակիստանը, որը որ խնդրեմ էր ցամաքային սահմանով, մենք իր այդ դիվանագիտական հարաբերություններ չունենք, էդ էլ դիմելուց հետո Շանհայի համագործակցության կազմակերպության անդամակցության այդ հարցն էլ լուծվեց, որ Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեն։ Հիմա դե դուք տեսեք, սա շատ կարևոր է մեզ համար, մեկ էլ ասում են, հեչել Իրանին դուրս չգա թրիփը։ Չհասկացանք։ Բա դուք համ ասում եք Իրանով Չինաստանը շատ լավ է, հիմա ասում եք Ամերիկայի հետ թրիփը շատ լավ է, Թուրքիայի հետ շատ լավ է, Ադրբեջանի հետ շատ լավ է, Եվրոպայի հետ շատ լավ է, Ամերիկայի հետ շատ։ Եթե բոլորի հետ շատ լավ է, այսինքն դուք չեք տիրապետում աշխարհաքաղաքական իրավիճակին, թե ինչպիսի հակասություններ կան այս բոլորի մեջ։ Եթե բոլորի հետ դուք համարում եք շատ լավ է, ուրեմն բոլորի հետ շատ վատ է։ Այսինքն ձեր գործողությունները ադեկվատ չեն։ Մեկ, երկրորդ դուք լավ էլ հասկանում եք, որ ադեկվատ չեն, ուղղակի փորձում եք խաբել մարդկանց։ Եվ քանի որ ձեր մոտ դա այդքան հաջող չի ստացվում, գործի եք դնում ձեր սազանդարներին։ Մարդիկ, դուք խոսում եք Ռուսաստանի հետ շատ լավ հարաբերություններ եք ուզում պահպանեք, ամեն ինչ անում եք, հավատարմության երթում տալիս, բայց նրանք մեկնաբանում են լրիվ ուրիշ։ Տեսակ ոնց Ռուսաստանին դուրս մղեցին։ Եղբայր, ես օրինակ կարդում եմ ինչ է ասվել եւ ասում եմ իմ կարծիքը, բայց ասում եմ հիմքը, թե ով ինչ ասել, դուք ինչի վրա եք հենվում, որ Հայաստանի իշխանության կատարած քայլին ներկայացնում եք Ռուսաստանին դուրս է մղում, ասում եք Ռուսաստանին դուրս չի մղում, մի խաբեք այս ժողովրդին։ Իսկ հիմա հերթով նայենք Իրանի հետ կապվածը եւ մեկ էլ մեր հետ կապվածը, որը ուղղակիորեն առնչվում է մեզ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, մենք չենք կարող հրթիռների շուրջ բանակցություններ վարել ոչ հիմա, ոչ էլ ապագայում, քանի որ դա պաշտպանության հարց է։ Սա բանակցություններից հետո է ասում, այն դեպքում, երբ որ բանակցությունը նախնական համարում էին դրական։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, միջուկային թեմայով Վաշինգտոնի եւ Թեհրանի բանակցությունները հաջող են անցել։ Կողմերը մոտեցել են գործարքի կնքմանը։ Շատ լավ բանակցություններ են ընթանում։ Կարծում եմ այսօր Իրանի հետ լավ արդյունքներ ունենք։ Մենք կրկին կհանդիպենք հաջորդ շաբաթվա սկզբին։ Նրանք շատ ավելի պատրաստ են գործել, քան 1.5 տարի առաջ կամ նույնիսկ 1 տարի առաջ։ Իրանին ոչ մի պարագայում թույլ չի տրվի միջուկային զենք ունենալ։ Լսեցիք վերև ինչ էր ասում Արաղչին եւ ինչ է ասում Դոնալդ Թրամփը։ Նրանք գիտեն, թե ինչ հետևանքների դա կհանգեցնի, եթե նրանք գործարք չկնքեն, հետևանքները շատ լուրջ կլինեն, ասել է ԱՄՆ նախագահը։ Բաստեղի լավատեսականը ո՞րն է, ժողովուրդ ջան։ Համարենք, որ ամեն ինչ նորմալ է։ Պարզ մի բան կա, որը խնդիրը լուծում չունի։ Եթե Իրանին թողում ես, նա գաղտնի հրթիռներ է արտադրում բալիստիկ, որտեղ 1.650.000 քառակուսի կիլոմետրանոց 85 միլիոն բնակչությունով տոտալիտար պետությունում դու վերահսկողություն սահմանել չես կարող։ Ամերիկայի հետախուզություն չէ, ինչ ասես չի լինի։ Դրանք այսբերգի նման պետություն են, ինչքան ջրիերեցին են, մի 10 հատկանը գետնի տակ են։ Ոնց որ ասենք Հյուսիսային Կորեան եւ մյուսը։ 100%-ով վստահ լինել, որ դուք իմանաս ինչ է կատարում իրանց լաբորատորիան, դա այդպես չի։
Դա էր պատճառը, որ հանկարծակի եկան 12-օրյա պատերազմ։ Այո, երկաթյա գմբեթը շատ լուրջ արդյունավետ պաշտպանական համակարգ է Իսրայելի, բայց դրանք չէին սպասում, որ այդպիսի հոսքով կուղարկեն հրթիռներ ու դրոններ, որը արդյունքում այլևս ի վիճակի չի լինի դա պահել։ Եվ դա է հարցը, որ հիմա ինչի խնդիրը լուծում չունի։ Եթե հիմա թողում ես Իրանը նորից բալիստիկ հրթիռները արտադրում է մեկ եւ մեկ էլ ուրանը հարստացնում է։ Այլևս հիմա էլ ՄԱԳԱՏԷ-ի հետ կարող է որոշ լաբորատորիաներ չհամագործակցի։ Եթե չես թողում, խփում ես, պատասխան ես ստանում։ Իսկ Իսրայելի համար պատասխանը շատ վտանգավոր է։ Խիտ բնակեցված վայրերում հարված հասցնելու դեպքում Իրանի տարածքը ասեցինք, բա Իսրայելը մաքսիմում գրաված տարածքներով 22000 քառակուսի կիլոմետր է, 22100։ Դուք հասկանում եք ինչ է նշանակում այդ ժամանակ այդպիսի հարված ուտել, այդպիսի բնակության պարագայում։ Դրա համար խնդիրը լուծված չի, ստորագրերն էլ լուծված չի։ Դրա համար երբ որ մենք հանգստացում ենք, մենք այնպես բան կանենք, որ Ամերիկային է ձեռք կտա Իրանին էլ, ոնց որ մարդու ձեռ առնեն։ Հիմա շարունակենք, նաև ինչ եմ ասում, որ նայենք թե մեր շուրջ, որ ասում եմ ինչա կատարում։ Երեք մենք խոսեցինք Մարտակոսի հայտարարության մասին Թուրքիայի հետ կապված, այսօր էլ արդեն ինքը ընդեղից է հայտարարություններ, ու տեսա էլ է մեզ վերաբերվող հարց։ Եվրամիության հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ ասվում է. Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը եւ Եվրամիության ընդլայնման հարցերով եզրահանձնակատար Մարտակոսը Անկարայում կայացած հանդիպման ժամանակ հաստատել են Թուրքիայի որպես Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակը եւ ընդգծել Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների ռազմավարական կարևորությունը փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրի պայմաններում։ Նրանք ընդգծել են ավելի սերտ համակարգման կարևորությունը տրանսպորտային հասանելիության ոլորտում տարածաշրջանային օրակարգ ձևավորելու համար, որն ընդգրկում է էներգետիկան, տրանսպորտը, թվայնացումն ու առևտուրը նպատակ ունենալով խթանել կայունությունը, դիմակայունությունը եւ շարունակական աճը Սևծովյան տարածաշրջանում, Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում։ Այս համատեքստում երկու կողմերն էլ ընդգծել են Թուրքիայի որպես տարածաշրջանի կենտրոնական աշխարհաքաղաքական դերակատարի նշանակությունը։ Այո, դա ինձ համար շատ մտահոգիչ է, նույնիսկ եթե դա վերաբերվում է Եվրամիությանը։ Որ Եվրամիությանն է վերաբերվում ինչ։ Մենք ուզում ենք լինենք Եվրամիության անդամ, մենք ուզում ենք ուղիղ աշխատենք Եվրամիության հետ։ Մենք չենք ուզում, որ Եվրամիությունը մեզ դիտարկի, ասի, դե լավ, դու որ խաղել եք տալի մեզ հետ, գնում եք Շանհայ, գնում եք Ռուսաստան, այդ դեպքում ավելի լավ է մենք գործ բռնենք Թուրքիայի հետ, Թուրքիայի հետ գործ բռնելով մեկը դուք էլ կրոնն ընդունել եք Թուրքիայի հետ Սյունիքով ճանապարհը կանցնի, Կենտրոնական Ասիան կկապենք Եվրոպայի հետ, Հայաստանի տարածքով, Ամերիկան պայմանագիրը կկնքի, Թուրքիան էլ Ամերիկայի կողմից դերակատարը, ինչա խանգարում, որ մեր կողմից էլ լինի։ Ինչ խնդիր ունի Եվրամիությունը։ Եվրամիությունն ասում է Թուրքիա, մի ուզեցի, որ դառնաս անդամ, որովհետև մենք վերապահում ունենք քո նկատմամբ, բայց մենք քո այդ մաքսային միության անդամ ես նորմալ կբարելավենք այդ փաստաթուղթը, մենք քո հետ նորմալ կհամագործակցենք, եթե Ամերիկան քեզ է դիտարկում որպես տարածաշրջանի նայող, այս մենք ինչ խնդիր ունենք, բայց մենք ունենք, Հայաստանն ունի, որտեղ մենք ուզում ենք, որ ոչ թե Թուրքիայի միջոցով Եվրոպայի հետ հարաբերվենք, որը ձեռք է տալիս մեր իշխանություններին, բայց ձեռք չի տալիս Հայաստան պետությանն ու հայ ժողովրդին։ Սա է, ուղիղ պետք է աշխատենք, որպեսզի ասենք մենք ենք ձեր գործընկերը, եթե Թուրքիան էլ է ձեր գործընկերը, մենք խնդիր չունենք։ Բացարձակ խնդիր չունենք։ Թուրքիայով էլ կարող ենք հարաբերվել, բայց մենք ձեր գործընկերն ենք։ Անվտանգության երաշխիքով ռազմաքաղաքական ու տնտեսական տիրույթի լիիրավ անդամ դառնալու հայտով, երբ կդառնանք դա հարցի մյուս կողմն է։ Քանի մենք դա չենք արել, Թուրքիայի միջոցով ենք Եվրամիության հետ աշխատում, վաղն էլ կանգնելու են, ասեն դե ժողովուրդ ջան, դե այդքան էլ ասում եք Եվրոպա, Թուրքիայի ինգերը չի Եվրոպան։ Բա որ ասում ենք, եթե Եվրոպայի հետ լավ լինեք, կթուրքանաք, բա այդ էինք ասում։ Բա եթե Եվրոպայի հետ լավ չլնես, այնա կթուրքանաս էլի։ Իսկ եթե Եվրոպայի հետ գործընկեր լինես, քեզ չի անհանգստացնի Թուրքիայի հետ ոչ բաց սահմանը, ոչ որևէ բան։ Իսկ կանհանգստացնի, եթե Եվրոպան էլ ճանաչի Թուրքիային որպես իր գործընկեր այս տարածաշրջանում։ Կանհանգստացնի, որովհետև Ամերիկան էլ է ճանաչում Թուրքիային։ Այո, անհանգստացնում է, որովհետև ինձ համար Եվրոպայի շահն ու Ամերիկայի շահը կարևոր չի Հայաստանի շահերից։
Սպիտակ տունը ծրագրում է փետրվարի 19-ին անցկացնել Գազայի խաղաղության խորհրդի առաջնորդների հանդիպումը։ Ներկայումս խորհրդի կազմում ընդգրկված է 27 անդամ, այդ թվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Կառույցի ղեկավարն էլ Թրամփն է։ Թրամփի վարչակազմը սկսել է կապ հաստատել տասնյակ երկրների հետ նրանց առաջնորդներին հրավիրելու և լոգիստիկան քննարկելու համար։ Նրանք պլանավորում են հանդիպել Խաղաղության ինստիտուտում, որը Թրամփը վերջերս վերանվանել է իր պատվի։ Այսինքն սա այն է, որ փետրվարի 19-ին ինքը դեռ հույսը չի կտրել, որ այս անլուրջ կառույցը կարող է լուրջ ցույց տալ, կամ դա կարող է ՄԱԿ-ի այլընտրանք դառնալ, բացարձակ դա որևէ շանս չունի ՄԱԿ-ի այլընտրանք դառնալու, բացարձակ ձախողված պրոյեկտ է։ Եվ եթե մենք խոսում ենք նրա մասին, որ իսկ Հայաստանի ճարն ինչ էր, որ չմիանար, Թրամփի հետ հոգյալլա չէր տալու, դե որ դա ասում եք, բա ոնց եք ասում, տեսակ ինչ լուրջ հարց ենք լուծե։ Ասեք, որ անճարակությունից դրդված, մի օր Պուտինի դեմ է կզում, մի օր Տրամփի, մի օր նրա, մի օր նրա, մի օր նրա, դա ձեր քաղաքականությունը։ Բալանսավորված քաղաքականություն ենք վարում, կզում ենք բոլորի առաջ, հա։ Դա Հիմա դրա տակից էլ պետք է մենք դուրս գանք, չէ։ Սա այն կառույցն է, որի հետ ինչքան էլ ինտենսիվացնում է Դոնալդ Թրամփը, արդյունքում մնալու է անլուրջ կառույց։ Այսքան օրերի ընթացքում, երբ որ դրա մասին հայտարարվեց, փետրվարի 19-ին, որ նայեք, արդեն մի ամիսն էլ լրացած կլինի։ Ինչ եղավ, ինչ կատարվեց։ Քանի հոգի դիմեց, ասեց պատրաստ եմ $1 միլիարդ վճարեմ, որպեսզի 3 տարի հետո լինեմ ես մշտական անդամ։ Հիմա էլ լինեմ, մշտական անդամ լինեմ։ Մեկը նման բան ասեց, մենակ Ռուսաստանն ասեց, եթե 1 միլիարդը սառեցված տեղից կհանեց, բա ուր են մնացածը, ոնց որ թե դռները ջարդող չկա։ Ոնց որ ստիպված անգամ դռները ջարդող չկա։ Թրամփի վախից անգամ դռները ջարդող չկա։ Սա մեկ Այսինքն ինքը մի բան է առաջ քաշում, որը ընդհանրապես որևէ մեկին չի հետաքրքրում։ Էս է իր պատկերացումը։ Բայց դե հիմա մենք պարտադրված իհարկե դրան գնալու ենք։ Մի անգամ եւս ասեմ, եթե դա լուրջ կառույց լինի, պիտի կոնգրեսով հաստատվի։ Եթե ընդհանրապես թղթի կտոր է, այդ ուրիշ բան։ Դա չի կարող այլ ընտրանք լնել ՄԱԿ-ին։ Իսկ եթե դա լուրջ բան է, կոնգրեսով հաստատվի։ Կոնգրեսը այդ անլուրջ բանը չի հաստատում, ինչ ենք անում։ Այսինքն մենք մեր կարծիքով Ամերիկայի հետ ենք, պարզվում է Ամերիկան Թրամփի հետ չի էս արծում։ Բա մենք ում հետ ենք։ Իսկ ի վերջո արդյունքում նաև պետք է փորձենք չէ դրա տակից դուրս գալ։ Մանավանդ եվրոպական երկրները ոչ թե ուղղակի չմասնակցեցին, այլ հայտարարություն արեցին, ասենք մենք հավատարիմ ենք ՄԱԿ-ին։ Բա մենք Եվրոպայի հետ էլ չենք, ում հետ ենք։ Արտգործնի գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն ասել է. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտոնական այցով ժամանելու է Հայաստան։ Այցի ընթացքում կլինեն զարգացումներ, որոնք ել ավելի կխորացնեն Վաշինգտոնի հետ հարաբերությունները, թույլ տալով համագործակցության նոր ոլորտներ բացահայտել։ Իհարկե շատ լավ է, կգա Ջեյ Դի Վենսը, կհանդիպի, որոշակի բաներ կպայմանավորվեն, Թրիպի հետ կապված հարցեր կքննարկեն, բայց հիմա արդեն ողողված է համացանցը, որ տեսեք Ամերիկան տարածաշրջանում մեզ է ճանաչում որպես գործընկեր, այդ տեսեք հիմա էլ Ադրբեջան չի գնում կամ ավելի ուշ է գնալու, տեսակ ուրեմն մենք ենք գործընկեր, այսինքն եթե մեր մոտ է գալի մենք ենք գործընկերը։ Հարց է ծագում, մի հատ կարող եք ձեզ հարցնել, ինչից ելնելով եղավ, որ Հայաստանը դարձավ գործընկեր, եթե սա ընդհանրապես ինքնախապեյություն չի կամ փորձել ժողովրդին խաբել։ Այսինքն ինչ եղավ։ Դոնալդ Թրամփը բոլորին ճնշում է, բայց հիմա էլ Ադրբեջանին ճնշումը Հայաստանի խաթեր։ Ով է հավատում դրան։ Թե հանեց շատ կարկառուն բանակցություն վարող Նիկոլ Փաշինյանը գնաց Դոնալդ Թրամփին համոզեց, ասեց ես եմ քո գործընկերը, ինչ Ադրբեջան, դու ինձ հետ գործ բռնի, ես եմ այս կարևոր երկիրը տարածաշրջանում։ Ժորժ ջան, չմոռանաք, որ Թրամփի ճանապարհը բացելու նախաձեռնությունը Ամերիկայից է եկել, իր այդ նախաձեռնությունն եկել է Ադրբեջանի հետ բանակցելուց հետո, որպեսզի կապեն մայր տարածքը Նախճեվանի հետ։ Մնացածը հեքիաթ է, Նիկոլ Փաշինյանի սպասարկողների հեքիաթն է, իսկ Նիկոլ Փաշինյանը այդ թեմայով ինքը ուղիղ չի ասում, ինչի, որովհետև խոսքի տակ է մնալու։ Ինքը կանեկասի տարածաշրջանի կարևոր երկիրը մենք ենք, ոչ թե Ադրբեջանը։ Լուրջ Կամ որևէ պաշտոնյա տենց բան կասի, չէ, բայց սազանդարներն այդքան փողին չի համար են տալի, որ կանեն ասում, չէ,
Տրամփի հետ հարցերը լուծելա Փաշինյան, ստիպելա Ալիևին վզից բռնած բերելա այդ բանակցությունները։ Տղեկ ջան, լավ էլի ամոթ է էլի, մի ուրիշ գործով զբաղվեք էլի։ Ամոթ է էլի։ Վաղը մյուս ժողովրդին ինչ պատասխան եք տա։ Այսինքն դուք ներեսը չունեք, որ պատասխան չտաք։ Մեկը պատասխան եք տալու էլի։ Մեկը ասել եք սենց է ճիշտ։ Մենք կհետևենք այս ամեն ինչին ու կտեսնենք, որովհետև Թրամփի ճանապարհը չի կառուցվելու Թրամփի օրոք, կնախաձեռնեն։ Թրամփը սիրում է գնալ բանակցությունների, գործարքի, այ ամենավտանգավորը, որի հետ կապված մտածում ենք։ Նա պատրաստ է ցանկացած պահի գնալ գործարքի Պուտինի հետ։ Ինչի է համառորեն ուզում Պուտինի հետ գնա գործարքի, ինքը կարող Պուտինին ոչնչացնի ուղղակի։ Կարա անի, բան չի անում։ Մի պատճառով։ Նա լավ գիտի, որ ով Պուտինից հետո գա իշխանության, լինելու է երսվյալ արևմտամետ։ Պետք է ամբողջ մեղքը գցի Պուտինի վրա։ Պուտինի սիրուհին դառնա Ռուսաստանի ղեկավար, պետք է ասի թաղեմ դրա արևը։ Սաղ ինքը քանդեց այս մեր Ռուսաստանը։ Չհավատակ, Պուտինից երեխա ունեցող սիրուհին էլ մեղադրելու է Պուտինին, դա է, որպեսի հարաբերությունը կարգավորի արևմուտքի հետ, սառեցրած փողերը հետ ստանա, որպեսի կարողանա ասի ժողովուրդ ջանից չկոխեք պարտության տակ, որպեսի երկիրը զարգացնեմ, ներդրումների առաջ ճանապարհը բացեմ, նորմալ աշխատուժ գա, նորմալ ներդրում գա, երկիրը շնչի, երկիրը ոտի կանգնի։ Պետք է արևմուտքի հետ դռները սենց լայն բացել։ Դրա համար ամենամերձավոր մարդը եկավ Պուտինի, բռնելու է արևմուտքի ճանապարհը։ Բայց դա ինչի Տրամփին ձեռք չի տալիս։ Էբա Տրամփի ինչին է պետք, որ Ամերիկան ու Ռուսաստանը համագործակցեն։ Նա ուզում է Պուտինը մնա, որպեսզի եթե ինքը նախագահ չլի, Պուտինի հետ բիզնեսը շարունակի։ Ասի գիտեիր, որ կարայի քեզ ոչնչացնեմ, հա, բայց չարեցի, չէ՞։ Բա դա գին ունի։ Բայց բիզնեսմեն մարդ է, հիմա էլ նախագահ չէ, մարի հետ աշխատենք։ Նրան դիկտատորը պետք է, որովհետև ինքը գիտի, ինքը այսօր նախագահ չի, բայց Պուտինին որ թողես 1000 տարի նախագահ կլինի, եթե իրան կարողանա սպայես։ Այդ իր խելքով է տենց, բայց իրականում տենց չի։ Այսինքն սա ինչի համար եմ ասում, որ իմացեք մի բան, իսկ եթե վաղը Թրամփը պայմանավորվեց Հայաստանի հետ կապված ու կանգնեց ասեց ինքը հրապարակային, որ Կովկասը քո ազդեցության գոտին է, ասեց։ Հիմա կանգնում ասում է քո ազդեցության գոտին է, խաղաղությունը ես եմ բերել, ճանապարհն ես եմ կառուցում։ Ռուսաստանին ասում է հիմա ինչ ես ասում։ Արի մի հատ դստենք խոսանք, Ուկրաինայում դու սենց ես անում, դեմքդ փրկելու համար Կովկասն էլ քեզ։ Ինչ ենք անելու, ում ենք բողոքելու։ Եվրոպայի հետ էլ ուղիղ չենք աշխատում։ Եվրոպան էլ ասում է ինձ համար միևնույնն է, Թուրքիայի միջոցով Հայաստանով աշխատեմ Կենտրոնական Ասիայի հետ, ում տարածքն ուզում ալնի։ Ինչ խնդիր է։ Պայմանագիրը Ամերիկան է կնքել, հետո ա գլխից ձեռ վերցրել Ամերիկայից տարածք վերցնի։ Ամերիկայի ձեռն է։ Այդ դեպքում ինչ ենք անելու։ Ում ենք դիմելու։ Ամերիկան ասում է ես եմ պայմանագիրը կնքում, Ռուսաստան քո հետ համագործակցում եմ, ինչ ենք անելու։ Բա դուք այդ վտանգը չեք նայել։ Իսկ հիմա շարունակենք, ես ուղղակի ասի Հայաստանին վերաբերվող մասը այս տարածաշրջանային զարգացումները, իսկ Իրանի թեման դա շարունակական է։ Իրանը հրաժարվել է դադարեցնել ուրանի հարստացումը ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում։ Օմանում կայացած հանդիպման ժամանակ Թեհրանը հաստատել է, որ չի համաձայնվի դադարեցնել կամ տեղափոխել միջուկային վառելիքի հարստացումը երկրի սահմաններից դուրս, ինչը Վաշինգտոնի հիմնական պահանջն էր։ Բայց ի՞նչն էիք համարում դրական հանդիպում, որ իրար չեք ծեծել։ Բայց էինք ասում, Ժորժ ջան, խնդիրը լուծում չունի։ Չի լուծվել այդ խնդիրը այդ բանակցությունների արդյունքում։ Միևնույն ժամանակ իրանական կողմը հայտնել է երկխոսությունը շարունակելու իր պատրաստակամությունը եւ համաձայնվել է Օմանի միջնորդությամբ նոր շփումներին։ Երկու կողմերի դիրքորոշումները մնացել են գործնականում անփոփոխ եւ հիմնական հարցերի շուրջ տարաձայնությունները մնում են զգալի։ Սա է գնահատականը արդյունքը այդ բանակցությունների։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա, Թեհրանը կպատասխանի Պարսից ծոցի տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաների վրա հարվածներով։ Մենք ամերիկյան տարածքի վրա հարձակվելու հնարավորություն չունենք, եթե Վաշինգտոնը հարձակվի մեզ վրա, մենք կհարձակվենք նրա ռազմաբազաների վրա տարածաշրջանում, ասել է Արաղչին։ Բանակցությունից առաջ սա որ ասել է, այդ մենք գիտենք։
Բայց սա բանակցությունից հետո է ասել։ Այդ լավ բանակցություններից հետո է ասել։ Սա հարևան երկրների վրա հարձակում չի նշանակում, մենք հարձակում ենք ամերիկյան բազաների վրա եւ այն երկրներում, որտեղ դրանք գտնվում են, ավելացրել է նախարար Արաղչին։ Երեք մենք խոսում էինք, որ ինքը ասում էր, հա, հանդիպումը դրական էր։ Իրանի բանակի գլխավոր հրամանատար Աբդոլրահիմ Մուսավին հայտարարել է. Իրանի թշնամիները լավ հասկանում են, որ մեծ պատերազմ պարտադրելու ցանկացած արկածախնդիր գործողություն եւ փորձ կհանգեցնի իրենց անվերապահ եւ ռազմական պարտության։ Իրանը երբեք պատերազմ չի սկսի, բայց չի տատանվի պաշտպանել իր ազգային անվտանգությունը, կենսական շահերը եւ տարածքային ամբողջականությունը, նշել է գեներալ Մուսավին։ Սա էլ այդ դեպ ասված հանդիպումից հետո, որ հանդիպումից առաջ այս նույն մարդը ասել էր, այդ գիտեինք, բայց սա ասում է հանդիպումից հետո։ Ասում է նրա համար, որ մարդիկ չխաբվեն, հենց իմանան հանդիպան արդյունքներից գոհ են։ Հանդիպումից հետո եթե սպառնալիքով ես խոսում։ Երկու կողմներ։ Տրամփն ասում է շատ վատ կլինի, եթե չկնքեք, իրանք էլ ասում են պատասխանելու ենք։ Բայց այդ դեպքում հանդիպումը ինչ արդյունք է տվել։ Իսկ հիմա նաև նայենք Եվրոպայի արձագանքը։ Եվրոպան էլ մեր բարեկամ պետության Ֆրանսիայից, որ հասկանանք մենք ինչի մեջ ենք ներքաշվել։ Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարել է. Ֆրանսիան կոչ է անում Իրանին դադարեցնել տարածաշրջանի ապակայունացումը։ Դա ուղիղ մեղադրանք է Իրանին, Ֆրանսիայի կողմից։ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն Իրանի գործողություններն անվանել է սպառնալիք տարածաշրջանի երկրների եւ Եվրոպայի կայունությանը, այն է Եվրոպայի կայունությանը։ Նախարար Բարոնն ընդգծել է Թեհրանի կողմից այս հարցում իր մոտեցումը փոխելու անհրաժեշտությունը։ Այսինքն Ամերիկան բանակցում է սպառնում է, որ կխփենք, Եվրոպայի ամենաազդեցիկ պետություններից մեկը կանգնում մեղադրում է Իրանին բանակցությունից հետո եւ ասում է դու ես տարածաշրջանը ապակայունացնում, որը վտանգ է նաեւ Եվրոպայի անվտանգությանը։ Մենք որտեղ ենք, ում հետ էինք բալանսավորում, իսկ այդ ամեն ինչի մեջ չներքաշվելու համար դա համա պետք է գլխապատառ չքացվել բոլորի ոտերը, որտեվ եթե դու գնում ես բոլորին տալիս ես պարտատոմսը եւ ասում ես, որ ես քեզ պարտք եմ, հետո գնում ասում ես, բա որ մեկիդ պարտ կփագեմ, նրան էլ եմ պարտ, նրանք էլ ասում են, չի հետարքում դու ում ես պարտք, այս թուղթը տեսնում ես, դու ինձ պարտքես, իմ պարտքը պետք է տաս, բան ես խոստացել, պետք է կատարես, ու ինձ չի հետարքում, որ դու ուրիշին ես խոստացել, սա է խնդիրը։ Ուրեմն դե հասկանաս կամ ակտիվ չեզոքություն պահես, որ ամեն կողմն էլ ասի դե լավ, իրան ինչ բզբզենք, փոքր երկիր է, հո չի գնալու մեկին միանա մյուսի դեմ։ Կամ ընդգծված ասես, ես դիմում եմ գնամ այս ընտանիքի անդամ դառնամ, այդ դեպքում ես ճանապարհային քարտեզն ու պլանները կազմում եմ, պարտավորությունները ստանձնում եմ Եվրոպայի անդամակցության, ու այդ պարագայում ես չեմ կարող անել մի քայլ, որը կհակասի այն ծրագրին, որը ես ընդունել եմ։ Այսինքն ես պետք է համահունչ լինի իմ քայլերը եվրոպական քաղաքականության հետ։ Այդ դեպքում Իրանին կարող ես ասել կներես, ես շատ հարգում եմ իմ հարևանին, բայց ես տեսնում եմ իմ գործընկերության հետ կապված նա, առավել ևս, որ Եվրամիությունը քո հետ կապված ագրեսիվ քաղաքականություն չի վարում, դու ինչ խնդիր ունես մեզ հետ։ ՆԱՏՕ-ի անդամ էլ չենք դառնա, ենթադրենք։ Այլ անվտանգային համակարգ կնայենք, եթե այդ ՆԱՏՕ բառը քորա շատ ուժեղ ազդում է։ Արևմտյան անվտանգային մի հատ համակարգի խնդիր կլուծենք։ Առավել ևս, որ Եվրոպան անվտանգային համակարգի խնդիր է լուծում։ Ինձ թվում է տարածաշրջանի հետ կապված պարզ է իմ պատկերացումները, որը ձեզ ասեցի համակարգված ձևով, թե մենք ինչի առաջ ենք կանգնած, ու այդ խնդիրը լուծված չի։ Եթե կկանգնենք, ասեն հարցը լուծվել է Ամերիկա-Իրան, հարցը չի լուծվել։ Քանի հարցը չի լուծվել, Հայաստանի Սյունիքով անցնող ճանապարհի հարցը վտանգված է, մանավանդ որ Տրամփի իշխանության օրոք դա չի կառուցվելու։ Նա ավելի շուտ իր իշխանության օրոք բազարի կգնա, քան կկառուցի։ Բայց քայլերը կանեն, նախագիծը կանեն, ամեն ինչ կանեն, համաձայնություններ կանեն։ Մինչև վերջի վայրկյանը կսպասես, տենաս ում հետ է մեր շահերը ծախելու։ Հետո կասենք այ մարդ էլի հայի բախտեր էլի։ Էլի տեսակ մեր հաշվին մեկը մեկին լավություն արեց։ Դե եթե մենք տենց ընտրենք մեր քաղաքականությունը, դա էլ կարող է լինի։
Հիմա նայեք ուկրաինական ֆրոնտում էլ բանակցություններից հետո քաղաքական ֆրոնտում ինչա կատարվում։ Ինչ ունենք մենք հիմա, որով պայմանավորված է նոր աշխարհակարգը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է. ամերիկացիները կողմերին առաջարկում են պատերազմն ավարտվել մինչև այս տարվա ամառվա սկիզբը, եւ հավանաբար կողմերին ճնշում կգործադրեն հենց նման ժամանակացույցի համաձայն։ Զելենսկին հավելել է, որ ԱՄՆ-ում ներքին հարցերն էլ ավելի արդիական կդառնան ամերիկացի բանակցողների համար։ Ուկրաինայի համար ցանկալի է, որ ԱՄՆ դուրս չգա բանակցություններից, եւ ռուսաստանցիներին նույնպես այսօր պետք է, որ ամերիկացիները մնան։ Ինչ վերաբերում է ամերիկացիներին, ապա նրանք հաստատ այլ առաջնահերթություն կունենան կոնգրեսը։ Ի նկատի ունի, որ երկու պալատներն էլ, սենատն էլ, ստորին պալատն էլ նոյեմբերի 3-ին նախատեսվում է ընտրություններ։ Սենատը գիտեք 6 տարին մեկ ընտրություն, այսինքն 2 տարին մեկ ռոտացիա է 1/3-ով, իսկ կոնգրեսը 2 տարով է ընտրվում, այսինքն ստորին պալատը անդադ թյուրիմացություն առաջանում, կոնգրեսը համ ընդհանուրինն է, համ ստորին պալատը այդ ձևով են ասում, որպես կոնգրեսմեն, որպեսզի թյուրիմացություն չլինի, ասենք ստորին պալատը։ Հա, ստորին պալատը 2 տարին մեկ է։ Հիմա երկուսը միասին նոյեմբերի 3-ին ընտրություններ է։ Եվ մենք հասկանում ենք, որ նրանք իրենց ամբողջ ժամանակը տալու են հենց ներքին գործընթացներին, ընտրություններին, իրենց հասարակության տրամադրությունների փոփոխությանը։ Ընտրությունները նրանց համար հաստատ ավելի կարևոր են, պարզաբանել է Զելենսկին։ Ու պատահական չի, որ ինքը դա ասում է, որտեղ Դոնալդ Տրամփի համար դարել է մահու կենաց խնդիր, որ հանկարծ նոյեմբերի ընտրությունների ժամանակ հանկարծ իրանք մեծամասնություն դիրքը չկորցնեն, որտեղ եթե ինքը մեծամասնությունը կորցնի կոնգրեսում, այն դեպքում, երբ որ արդեն ինքը պաշտոնավարման վերջի ժամկետն է, այդ ժամանակ ինքը իշխանությունը փաստացի կկորցնի հենց այս տարվա վերջին, էլի ոչ թե 2008 թվականին, 28 թվականին։ Դրա համար իր համար շատ կարևոր է սա։ Եվ պատահական չի, որպեսզի նաև Զելենսկու ասածը ամրապնդել է հենց Դոնալդ Տրամփը իր խոսքով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը գրել է. Dow Jones-ի ինդեքսը պատմության մեջ առաջին անգամ հասել է 50,000 կետի նշագծին։ Շնորհավորում ենք Ամերիկա։ Փորձագետներն ասել են, որ եթե իմ ժամկետի ավարտին Dow Jones-ի ինդեքսը հասնի 50,000-ի, ապա ես հիանալի եմ կատարել աշխատանքը, բայց ես այդ նշագծին հասա այսօր, նախատեսվածից 3 տարի շուտ։ Հիշեք, այ հիմա արդեն այս ամբողջ ասածը ինքը որ իր կենացը խմեց, իրան էլ գովեց, ինչի համար էր սա։ Հիշեք, սա միջանկյալ ընտրությունների ժամանակ, որովհետև դեմոկրատները կկործանեն տնտեսությունը, հավելել է Տրամփը։ Այսինքն դուք հասկացաք իր համար ինչքան կարևոր է այս ընտրությունները, ինչքան է ինքը ամեն ինչը հիմա էլ կառուցում այդ ընտրությունների հետ կապված, թե ինչա լինելու, որի պարագայում նույնիսկ այս ուկրաինական պատերազմի հետ կապված ինքը պետք է մտածի, ռադիկալ քայլանի կարող է ընտրությանը վնասի, ռադիկալ քայլ չանի, կասեցի այդ հարցն էլ չլուծեցիր, ինքը լուծումը չի գտել, որ քայլը պետք է անի, որի արդյունքում ինքը ձայն ստանա, որտեղ մի խնդիր էլ կա, հիմա պետք է հասկանանք, Դոնալդ Տրամփի հակառեյտինգը ավելի բարձր է, քան ռեյտինգը։ Այսինքն, մարդը գնում է Դոնալդ Տրամփին քննադատում ու ընտրվում է։ Դեմոկրատների մասին է խոսքը։ Տեղական ընտրությունները տեսակ ինչ եղավ։ Որտեղ գնացին, քննադատեցին Տրամփին ու ընտրվեցին, սկետիչ ծրագիր ներկայացրին, որ դեմոկրատները հազիվ են շոկից դուրս գալիս, նախագահական ընտրությունները պարտվելուց հետո, այսքան կամպրոմատներ ջրերես հանելուց հետո, այդ ինչ մի լիդեր էլ ստանձնել է իրանց գործը, մի հատ էլ իրանց սենց առաջատանում հզոր ձևով։ Ուրա ընտրություններն էլ 28 թվին է դերսկի չի էլ ուրվագծվում, թե ով կլինի դեմոկրատների առաջնորդը։ Առայժմ քանի որ որևէ մեկը չի երևում, դեռ պարբերաբար Քամալա Հարիսի անունը տալիս են, որ ինքն է ամենավարկանիշայինը, որովհետև հիմա ուրիշը չի երևում։ Չեմ ասում չկա լիդերներ, բայց առայժմ այդ փուլում չեն։ Բայց այդ ո՞նց եղավ, որ որտեղ գնում են հաղթում են։ Հենց նրա հաշվի, որ քննադատում են Դոնալդ Տրամփին։ Իսկ հիմա հարց. գնում են ընտրությունների ստորին պալատի եւ սենատի։ Հանրապետականները կամ գնում են, ասում են մենք Տրամփի ծրագիրը աջակցում ենք եւ գնում են ու ձախողվում, կամ պետք է գնա Տրամփի ծրագրից հրաժարվեն, վախենալով, որ կարող է այդ ժամանակ է ձախողվեն, բա ասեն, բա որ Տրամփի հետ համաձայն չէիք, այդ ինչ էիք անում։ Գիտեք, հանրապետականները հիմա գիտեն իրանց ոնց պահեն, որ ընտրվեն։
Թրամփի քաղաքականությանը տեր կանգնեն, թե Թրամփի քաղաքականությունից նրբորեն խուսանավեն։ Դեռ իրանք չեն կողմնորոշվել։ Իսկ Թրամփը դա շատ լավ հասկանում է, որ այսօր իրանք չեն պատրաստվում կռիվ տան Թրամփի ծրագիրն առաջ տանելու, մանավանդ ինքը ինստիտուցիոնալ կուսակցական չի, որն որևէ մեկնասի իր ծրագիրը շարունակում ենք։ Հիմա արդեն պատկերացրեցինք նաև ինչա կատարվում։ Ամեն ինչ հիմա դրած է, հիմա էլ ընտրությունների վրա Ամերիկայում։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանն ազդանշան է ուղարկում Ամերիկային Ղրիմը ճանաչելու վերաբերյալ, հասկանալով, որ Ուկրաինան չի ճանաչի, եւ հասկանալով, որ Ուկրաինան ազդեցություն ունի եվրոպական հատվածում, նույնիսկ այն երկրները, որոնք այս պատերազմում մեր կողմնակիցները չեն, միևնույնն է Ուկրաինայի տարածքային ամբողջականության կողմնակիցն են, որտեղ հասկանում են, որ մեզ վտանգի ենթարկելով նրանք վտանգի տակ կդնեն նաեւ իրենց որոշակի տարածքները։ Մի քանի անգամ, մի քանի 100 անգամ ասել եմ, նորից էլի ինձ ասում են, լավ Ռուսաստանին քննադատում ես, ընդունում ենք, ինչու ես պաշտպանում Ուկրաինային, լավ ոնց բացատրեմ, որ Ուկրաինան իմ պաշտպանության կարիքը չունի, նրա թիկունքին տեսեք ինչ ազդեցիկ մարդիկ են կանգնած ու պետություններ։ Խոսքը ուրիշ բանի մասին է, մարդը ասում է, եթե կարողացավ ինքը տարածք վերցրեց, որը օրինականացրեցին, որ սա քոնն է, դրան տվեցին բոնուս ուժեղի իրավունքով, վաղը նա չի կանգնելու, որտեղ ինքը խնդիր ունի իր երկրի ներսում։ Եթե ինքը պատերազմը դադարեցնի, իր ժողովուրդը փողոցա լցվելու, սոցիալական խնդիր առաջ քաշի, ինքն է չի կարողանալու ասի հատուկ ռազմական գործողությունների ժամանակ ինչ եք իշխանությանը քննադատում, քրեական գործ հարուցեն ուղարկեն պատերազմ։ Նա չի կարող ժողովրդավարական թեկուզ ձևական մեթոդներ անի։ Մամուլը բացի, ինչ որ բաներ անի, որովհետև դա վտանգ է իր համար, այս ամբողջ դժգոհությունը, որը որ տակից կա, ջրերես դուրս կգա։ Դրա համար իրան պետք է շարունակել հաջողություն ցույց տալ։ Իսկ մենք ասում ենք, եթե նրան տվեց բոնուս արևմուտքը, վաղը մենք ոնց ենք պահում Հայաստանը։ Կանգնում ասում ես վերականգնում եմ իմ ցարական Ռուսաստանի տարածքները կամ Խորհրդային Միության տարածքները։ Ո՞վ է դեմ առնելու։ Տրամպը, որը կանգնել ասել է, դե Կովկասը քո ազդեցության գոտին է։ Եվրոպան, եթե Եվրոպան զիջի Ուկրաինան, իր քթի տակ իրան կպած մաքուր եվրոպական պետություն, որ Ուկրաինայի տարածքը զիջի, Հայաստանի համար ով է իրան կոտորելու, ժողովուրդ ջան։ Բա մեր շահերը բռնում է, որ ագրեսորը պատժվի։ Բարդ է այդքան հասկանալ։ Եթե ագրեսորը պատժվի, Ուկրաինայի թիկունքին կանգնի հավաքական արևմուտքը, մենք էլ ասում ենք ընկեր, մենք էլ քո հետ ենք։ Այն երկրները, որոնք հակահիտլերյան կոալիցիայի անդամ էին, բոլորը ժողովրդավարական երկրներ չէին։ Դրանցից մի մասը դեռ Գերմանիային միացած կռվում էր Խորհրդային Միության դեմ։ Բայց իրանք այդ բոլոր արտոնություններից օգտվեցին, որտեղ իրանք այդ կոալիցիայի անդամ էին։ Մենք ուզում ենք հիմա ըլնել հավաքական արևմուտքի հետ գործընկեր։ Իսկ հավաքական արևմուտքը հանկարծ իր հարևանին, իր անգերոջը եվրոպական պետության շահերը ոտատակ չտա։ Դա բխում է մեր շահերից, բարդ է հասկանալ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմի շուրջ շարունակում են շատ լավ բանակցությունները եւ որ արդյունքում կարող է առաջընթաց գրանցվել։ Իր այս լավատեսական խոսքի հետ համաձայն չեմ, որովհետեւ չեմ տեսնում, թե ի վերջո ինչին է ասել, որովհետեւ Ռուսաստանը այսօր շատ լուրջ խնդիրներ ունի, Ռուսաստանը հատկապես մենակ Starlink-ի հարցը անես խայտարակ ձևով բացահայտեց իրավիճակը։ Արդեն իրար վրա են կրակում իրանց զորախմբերը, որովհետեւ անգամ իրար մեջ կոնտակտ չկա։ Բայց ունիկալ բան է, ռուսական մտածելակերպը ունիկալ է, ասում է, ես քեզանից պիտի գողանամ Starlink, առաջավոր բանը։ Եթե դու թույլ չտաս, որ ես գողանամ, ես այդ առաջավորը կոչնչացնեմ։ Ծախս կանեմ, էներգիա կծախսեմ, այդ առաջավորը կոչնչացնեմ։ Այսինքն թաթարական մոտեցումը, որը այսօր ռուսական իշխանությունն է։ Եթե Ուկրաինան ավելի զարգացած է կամ եվրոպական որևէ երկիր, ես ասում եմ դա ուզում եմ խլեմ։ Եթե չթողեք, ես ձեզ կոչնչացնեմ։ Հիմա դուք չեք հասկանում ինչա կատարվում։ Այսինքն ի՞նչ է նշանակում թույլ տուր գողանամ քու առաջավորը։ Ախպես ստեղծեիր քոնը։ Դու սկի քու բանակում չես կարողանում երկու գունդը մեկը մեկի հետ կապ հաստատի։ Ամերիկայի կապով ուզում ես Ամերիկայի դեմ կռվես։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ Եվրամիության 20-րդ պատժամիջոցների փաթեթը ներառում է ռուսական նավթի առաքումների լիակատար արգելք, ինչպես նաև հեղուկացված բնական գազի տանկերների և սառցահատների սպասարկման և այլ ծառայությունների արգելք։ Իհարկե ինքը կոչ է շատ արագ ընդունել, մի փոքր այդքան էլ արագ չի, որ ընդունվում է, ընթացքի մեջ է, բայց այնուամենայնիվ ցույց են տալի, որ մենք հետևողականորեն գնալու ենք այդ ճանապարհով, մենք չենք զիջելու Ռուսաստանին, նույնիսկ եթե գնան խաղաղության, մենք չենք հավատում այդ պետությանը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, ԱՄՆ-ում ուկրաինական հարցի կարգավորման շուրջ բանակցությունների նոր փուլի անցկացում չի գրավորվում։ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Տրամփի միջև մոտ ապագայում որևէ զրույց նախատեսված չէ, հայտնել է Պեսկովը։ Ինչից սա առաջացավ։ Տրամփը ասեց, որ հաջորդն է կհանդիպենք Ամերիկա, Զելենսկին էլ ասեց, հա խնդիր չկա, Ամերիկա։ Ինչ են իրանք այսպես ասում, որտեվ իրանք խնդիր են դրել, ասում են Դոնբասը կտակ, մեզ կտակ, չեք տա չի լինի, մենք չենք գնա խաղաղության։ Դոնբասը չես կարող 4 տարի գրավես, ինչի 4 տարի, 14 տարի։ Չես կարող գրավես։ Հիմա արդեն ինչ ես ուզում։ Ուզում ես որ քեզ նվեր տա։ Էս է իրանց։ Այսինքն այդ մարդիկ խաղաղություն են ուզում։ Բայց դուք Դոնբասի համար եք կռվում։ Դոնբասի համար կռվում եք ու սա հեռավոր արևելքը տալիս եք Չինաստանին, որպեսզի Դոնբասը վերցնեք։ Եվ գիտեք հարցը որն է։ Այսօր Հայաստանի օրակարգը ընտրությունների մի քանի ամիս հետո Ռուսաստանի օրակարգն է։ Նրանք ովքեր ռուսական շահերն են սպասարկում, նրանց ցուցակի վարչապետի թեկնածուն, ով ուզում է անունը գրես։ Ձեր ցուցակի առաջի համարը Վլադիմիր Պուտինն է։ Ինչ կա չհասկանալու։ Հին ռուսամետ եք, նոր ռուսամետ եք, Քոչանի հետ ասոցացվում եք, չեք ասոցացվում, Սերժ Սարգսյանի հետ ասոցացվում եք։ Եթե Պուտինի հետ ասոցացվում եք, ուրեմն վերջ, դուք բոլորդ մի տեսքի եք։ Պետք չի ժողովրդին խաբել, գեղեցիկ խուճուճ բաներ ասել։ Դրա կարիքը չկա։ Մի հատ հարց պետք է տան ձեզ, Պուտինը օկուպանտ է թե չէ, ագրեսոր է թե չէ։ Եթե ասում եք չէ, հաջողություն, ուրեմն դուք ձեր ցուցակի առաջի համարը Պուտինն է, ինչ կա չհասկանալու։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը ստորագրել է հրամանագիր, որով չեղարկվում է Հնդկաստանից ներկրվող ապրանքների համար սահմանված 25% լրացուցիչ մաքսատուրքը։ Մաքսատուրքերը սահմանվել են այն պատճառով, որ Նյու Դելհին Ուկրաինայի պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանից հում նավթի մեծ ծավալներ է գնել։ Հնդկաստանը պարտավորվել է դադարեցնել Ռուսաստանի Դաշնությունից նավթի ուղղակի կամ անուղղակի ներկրումը։ Հնդկաստանը հաստատել է ԱՄՆ-ի հետ պայմանավորվածության փաստը, սակայն մինչ այժմ պաշտոնապես ոչ մի հայտարարություն չի արել Ռուսաստանից նավթի ներկրումը դադարեցնելու մասին։ Այսինքն ասել է, այո, կդադարեցնեն, բայց դեռ պաշտոնական չի ասել, որ դադարեցնում է։ Ռուսաստանն էլ համոզում է Հնդկաստանին, որ այնուամենայնիվ համոզվի, որ մեզանից է ստացի, իրանից էլ։ Բայց իհարկե մենք հասկանում ենք, որ Հնդկաստանն էլ է մտածում, որ նա իր համար ձեռնտու։ Իսկ մենք հասկանում ենք, որ նավթի հետ կապված խնդիրը Ռուսաստանը ինքը իր գլխին սարքեց։ Արաբները իրանց գլխին սարքեցին 73 թվականին նավթային էմբարգոյով, որ ասին, եթե դուք Իսրայելին պաշտպանում եք, մենք ձեզ նավթ չենք տա, լավ եք հիշում Յոմ Կիպուրի պատերազմի ժամանակ, հոկտեմբերի 6-ից մինչև 23-ը տևեց 1973 թվականին Այեղ Դատաստանի կրոնական տոնի հետ կապված Իսրայելի որ հարձակվեցին, երբ որ սկսեցին պաշտպանել Իսրայելին, էմբարգոն մտցրեցին պատերազմի թեժ ժամանակ, հոկտեմբերի 17-ին, եւ ում դեմ կիրառեցին Ամերիկա, Կանադա, Եվրոպայից Նիդերլանդների վրա, Մեծ Բրիտանիայի վրա եւ Ճապոնիայի վրա, արևելքից էլ։ Բայց ինչ հասկացավ Ամերիկան, ինչ հասկացավ Եվրոպան, ոնց մենք այդքան ուժեղ ենք, դուք նավթով մեզ քաղաքականություն թելադրեք, ուրեմն կա երկու ճանապարհ։ Կամ այդ արաբական երկիրը մեր հետ ընկեր է, կամ եթե այդ արաբական երկիրը մեր ընկերը չի, ուրեմն մենք դեռ ժողովրդավարություն կհաստատենք։ Իսկ մենք գիտենք ոնց են ժողովրդավարություն հաստատում, եւ այդ միասնականությունը ձեր կքանդենք, որ հանկարծ որոշում չկայացնեք, բայց այնուամենայնիվ իրանց չհավատացին։ Խորհրդային միության ծավալներն ավելացրեցին։ Ռուսաստանը օդից ստացել էր խորհրդային միության ծավալներ, Եվրոպան էլ կախված էր Իրանից, որովհետեւ համարում էր ավելի լավ գործընկեր։ Էշեշ իրանց գլխին սարքեցին։ Հիմա Ամերիկան ասեց շատ լավ է որ տենց արեցիք։ Հիմա Ամերիկան վերցնում է Ռուսաստանից։ Ինչ կպայմանավորվի Պուտինի հետ։
նավթային շահերը կվերցնի Իրան։ Ինքը հրաշալի գիտի, որ Վենեսուելան ամենամեծ նավթային պաշարն ունի աշխարհում, բայց անորակ նավթ ունի։ Վենեսուելայի նավթը հիմա որ արգելված է, էժան կծախես, բայց այն մյուսը որ սկսես արդյունահանել, այդ մյուսը արդեն էժան չես կարա ծախես, որտեղ վնասով կաշխատես, միլիարդներ են դնելու ամերիկյան կամպանիաները։ Պլյուս դրան էժան ծախես Ամերիկայի նավթը չես կարողանա շահութով աշխատես։ Այսինքն Իրան ընդամենը պետք է ծավալները իր ձեռը գցի, ու ինքը այդ ծավալների հարցը լուծես, որտեղ Ռուսաստանը այդ գիտեր օթից ստացած դա իր ասու պարգևն է, որպես իր ասու ընտրյալ, ասին շատ լավ, այ հիմար, դե հիմա ձեռքիցդ կվերցնենք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որը թույլ է տալիս բարձրացված սակագներ սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք շարունակում են առևտուր անել Իրանի հետ։ Այն որ Իրանի ծավալներն էլ վերցնում, Իրանը Վենեսուելայի հետ աշխատում էր 1, Իրանը Ռուսաստանի հետ աշխատում էր 2, Իրանը Ռուսաստանի ստվերային նավատորմին աջակցում էր 3, ձեռից սա էլ վերցրեց։ Ինչ ուզում է Իրանի հետ պայմանավորվի, նավթի հարցը Իրանով անի։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցուցակում ավելացել է Իրանի հետ կապված 14 լցանավ, ինչպես նաև Թուրքիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Չինաստանում գրանցված 15 ընկերություն։ Այսինքն դուք սա էլ նայեցիք ինչա կատարվում։ Այն հարցերը, որով որ լուծում է Դոնալդ Թրամփը իր համար, այդ հարցերի հետ կապված ցանկացած մեկի հետ գործարքի կգնա, արդյունքում կասի ես քեզ այս հարցում օգնում եմ, բայց իմացի նավթի հետ կապված խաղերն ավարտված են։ Այդ լծակը ինձ ձեռքում է, որտեվ եթե ինքը լծակի ծավալները մեծ չվերցնի, վենեսուելական նավթով ինքը չի կարա մրցակցի։ Ես դա ասեցի ձեզ, կարա գողացածը էժան ծախես, կարաս դրված տնես, բայց ոչ մի կամպանիայի չես տիպի այդքան փողը դնի, անորակ նավթից որակով ստանա ու էժան վաճառի։ Այսինքն դրա համար ինքը այդ խնդիրը լուծում է ծավալով։ Չինաստանից կտրի դա, Կուբայից կտրի, Իրանից կտրի, Ռուսաստանից կտրի եւ այլն։ Էնպես որ այս ամեն ինչի հետ կապված մենք պարբերաբար ձեզ հետ կխոսենք, կքննարկենք, որովհետեւ այդ ամեն ինչը դա ուղղակիորեն մեր հետ առիջվող օրակարգ է, առավել եւս դուք տեսնում եք մեր կողմից վարվող քաղաքականությունը, որ թե իշխանությունը, թե ռուսամետ ընդդիմությունը ուղղակի պայքարում են, թե ով պետք է Պուտինի շահերը սպասարկի Հայաստանում եւ հավատարմության երթում տալիս երկու կողմից էլ։ Դե հիմա պատկերացրեք այս ժողովրդի վիճակը։ Ու մի լուծում կա առաջիկա ընտրությունների հետ կապված իմանալ թե ինչ վերաբերմունք պետք է արտահայտեն։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղ 1 լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղ 1 զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։